կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների բնակապահովման եւ այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Շարունակվելու է անկախիկ եղանակով թոշակառուների ծախսերի ետ վերադարձի համակարգը զարգանալու է եւ 2026 թվականին սա հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ Ես ուզում եմ ընդգծել, մենք մի X պահից նախկինում մենք որդեգրեցինք քաղաքականություն, սա ըստ էության թոշակի բարձրացում է։ Բայց այո, նաև հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք խնդրում ենք եւ մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները որոշակի ներդրում ունենան հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, որ վատ արգահատելի ոչ մի բան չկա դրանում։ Բայց հաջորդը մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր ետ վճարի համակարգ։ Այսինքն բոլոր քաղաքացիները անկախիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Համակարգը կներդրվի, պարոն Հովհաննիսյան, 3.5%-ի մասներ, 2%-ի մաս, անկախենք առևտրի 2%-ը, քաղաքացիները էլի հետ վճարի ձևով կստանան։ Մենք